Ֆրանսիայի արքա Շարլ 6-րդը, ում պատմության մեջ անվանեցին Խելագար, հանկարծակի հանում է թուրը եւ սկսում կոտորել իր սեփական թիկնապահներին։ Արքային անդադար տանջում էին մղձավանջներն ու տեսիլքները, եւ բոլոր բժիշկները անզոր էին։ Այդ ժամանակ արքունական նկարիչը ստեղծում է հանելուկային պատկերներից կազմված մի խաղ։ Խաղալով դրանցով Խենթ արքան հանգստանում էր, կարծես պատկերները ներսից կառավարում էին նրա գիտակցությունը։ Այն ինչ սկսվեց որպես թագավորական խաղ, դարեր անց դարձավ աշխարհի ամենահզոր միստիկ համակարգը։ Բայց ինչպես է ստացվում, որ սովորական թղթերը կարողանում են ճշգրիտ տեսնել մարդու ճակատագիրը։ Այստեղ չկա ոչ մի ֆոկուս։ Տարոն աշխատում է տեղեկատվական դաշտի միջոցով։ Աշխարհում ամեն ինչ էներգիա է, եւ մեր ենթագիտակցությունը նախապես գիտի մեր բոլոր հնարավոր ապագաները։ Երբ մարդը հարց է տալիս ու ձեռքը տանում դեպի քարտերը, նրա էներգետիկ դաշտը, ինչպես մագնիս, դուրս է քաշում հենց այն պատկերը, որն այդ վայրկյանին կատարվում է իր ներսում։ Քարտերը ոչ թե ստեղծում են ապագան, այլ ուղղակի կարդում են մեր հոգու գաղտնի կոդերը։ Իսկ դու հավատում ես Տարոյի մոգական ուժին։